Մահակներով եկեղեցի մտնող Հայաստանի իշխանությունը հեծն ինչ է որ չգրոհի։ Ինքնապաշտպանական բարիկադներ դնել։ Մոտ 7000 աշխատակից ունեցող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ղեկավարը չի ուզում ի պաշտպանություն բարիկադներ սարքել գոնե գլխավոր մասնաշենքի մոտ։ Ինքնապաշտպանական բարիկադներ։ Հոսանքի լարերով։ Հա, այդպես բաց հոսանք։ Չէ, տոկի չի տալու հեծը, անգամ զենք զրահով ներխուժողներին։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, Օրենքով են պայքարելու Հայաստանի իշխանության գրոհների դեմ, որ վարչապետի գլխավորությամբ են սկսվել, ինչ թե հեծի սեփականատերը արդեն 12 օր բանտարկված հայտնի գործարար Սամվել Կարապետյանը համարձակվել է ասել, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Պայքարի մանրամասները չի բացահայտում Դավիթ Ղազինյանը, միջազգային գործընկերներին էլ կներգրավեն։ Միամտություն չէ առանց կանոնների մարտերի սիրահար Հայաստանի իշխանության հետ կանոնավոր մարտեր վարել ու արդարության հույս ունենալ։ Հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Աբսուրդն ակնհայտ է, ասում է հեծի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը շարունակում։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Խնդիրներ ունենալն իրենք երբեք չեն հերքել, բայց որ մեծ ներդրում են արել, փաստ է։ Ասում են 10 տարի առաջ ավերակ վիճակում է հեծը սեփականացրել Սամվել Կարապետյանը։ Կառավարությունը տեղյակ է եղել խնդիրները լուծելու դինամիկայից։ Անմիջական վերահսկողը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հեծի աշխատանքը երբեք այնքան վատ չի գնահատել, որ կառույցը պետականացնելու հարց առաջ քաշվի։ Շնորհակալություն։ Դժվար է պարկեշտ մնալ անպարկեշտների օրերում, բայց հեծի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ցիվիլ վերլուծությունն է շարունակում։ Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը հեծը պետականացնելու մասին խոսել է հունիսի 17-ից հետո, երբ Կարապետյանը հայտարարեց, որ չի ողջունում վարչապետի եկեղեցու դեմ սկսած արշավը։ Այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա։ Իսկ եթե շահ ու փորձանքից հեռու, Կարապետյանը հեծը տա ու ազատվի խելագարության կանխավարկածով առաջնորդվողներից, հատկապես որ ասել է. Թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ։ Կարապետյանը նկատի ունեցել հեծի վրա որպես կապիտալ թքած ունի։ Հեծ բառը հենց որ փոխում ենք ունեցվածք բառով, ամբողջ ընդդնում այդ տեղը։ Իհարկե, դա կարող լինի տաշիրպիցան, դա կարող լինի մոլը։ Թքած չունի որպես ժողովրդին սպասարկող կառույց։ Վերջին տարիներին ամեն ինչ արել են, որ հոսանքի գինը բարձրացնողը հեծը չլինի։ Մեր ազգաբնակությունը գիտի, սակագինը վճարեց գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանքը անջատվեց, մեղավորը հեծը։ Վարչապետն էլ այդպես գիտի կամ ուզում է այդպես ներկայացնել։ Կոմպլեքս մոլի պաշտոնական բացմանը մասնակցելով Facebook-ում մի բողոք էր գրել Փաշինյանը, թե հեծն այնքան վատ է աշխատում, որ մոլը հոսանքազրկվել է անգամ բացման օրը, թեև հեծի չէ, բեցի բարձրավորտ էլեկտրական ցանցի խնդիրներ դա։ Հայաստանում հոսանքը կարող է անջատվել կամ արտադրողի, կամ տեղափոխողի, կամ էլ բաշխողի պատճառով։ Հեծը միայն բաշխման ֆունկցիա ունի։ 4-րդ օրը անցել է, բեցից ոչ մի լուր։ Իդեպ հեծը չէ, բեցն էր վերջերս անջատել Երևանի 40%-ի հոսանքը։ Դրանից առաջ բեցը մարել էր օպերայի լույսը։ Աբովյանի մարզադաշտի հոսանքը հենց խաղի ժամանակ։ Ընդգծեմ, որ Փաշինյանի վախն էլ բեցն է բռնել կառավարության նիստի ժամանակ լույսն անջատելով։ Սա էլ փորձագետներն են հիշեցնում։ Ընդգծում, Փաշինյանն ու նրա թիմը բեցը պետականացնելու մասին չեն խոսում, որովհետև մենք այն իրենց հակառակված Սամվել Կարապետյանի սեփականությունը չէ։ Գիտեք, մեղքի չափաբաժիններ գոյություն ունի։ Հոսանքազրկումների մեղքը հաճախ են հեծի վրա գցում։ Հիմա ըստ պատտվող լուրերի հեծի գլխին նաև սարքում են։ Մետաքին ինֆորմացիա եղավ, որ այդ մոլի ինչ-որ խանութի վարձակալներից մեկը ասել է, որ ինքը նախորդ իրեն տեղեկացրել են, որ այսօր հոսանքազրկում անեն։ Լավ, անում եք, գոնե այդպես փնթի մի արեք։ Անելու են։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետականացնելու մասին օրենքի նախագիծն արդեն խորհրդարանում է։ Հուլիսի 1-ին հրավիրված ԱԺ արտահերտ նիստում են քննարկելու ՔՊԱ-ների նախագիծը օրենք դարձնելու հարցը։
Արփիս Քեսյան, Արաքելոհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։